Արցախում շարունակվում են Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները։ Բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանդիպումը Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ էր։ Հրավիրվել էին Արցախում գործող բոլոր 13 կուսակցությունները, արձագանքել են 9։ Հայկը Խանոմյան զանգել է, ասել է ինքը տեղում չի, բայց խնդրել է, որ գործավարը տեղում լինի, որ կարողանա նաեւ ինֆորմացիա ունենա։ Բարեփոխումների գործընթացը սկսել են միասին 10 ամիս անց, նույն տեղում հավաքվել են քննարկելու արդյունքները։ Նոր Սահմանադրությամբ Արցախում քաղաքական ուժերի դերը ավելի է մեծանալու։ Հաջորդ խորհրդարանը կազմված կլինի միայն համամասնական ընտրակարգով ընտրված падգամավորներից։ Նախագահի տեխնացուի առաջադրումն էլ վերապահված կլինի միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Խորհրդարանն էլ լայն լիազորություններ կունենա նախագահի ուժեղացվող ինստիտուտին հակակշռելու համար։ Սա շատ հեռու է այն սուպեր նախագահական կառավարման մոդելից, որի մասին վերջին ժամանակները շատ է խոսում։ Արցախի հանրապետական կուսակցության նախագահը ազգային ժողովի դերի նման աճը ցանկալի չի համարում։ Նա համոզված է, որ պետք է ավելացվի ժողովրդի վերահսկողությունը իշխանության թևերի վրա։ Իշխանության թևերում միշտ հնարավոր է ինչ որ պայմանավորվածության գա, իսկ բուն ժողովրդավարությունը դա հասարակության հսկողությունն է։ Խորհրդարանական ուժերն էլ բարեփոխումների մեկնարկի առթիվ միակարծիք լինելով ընթացքի վերաբերյալ սկզբունքային տարակարծություններ ունեն։ Խոսքը նաև կառավարման կարգի մասին է, նախագահականը դաշնակցության սրտով չէ։ Բնականաբար մենք պարլամենտարիզմի գաղափարի կողմնակից ենք։ Շարժում 88-ն էլ առաջարկվող տարբերակով ոգևորված չէ։ Ժողովրդավարությունն ու ազգային ժողովի ամենաբազմամարդ հայրենիք խմբակցությունը նախագահական կարգի կողմնակից են։ Իրենք էլ առաջարկներ ունեն, համարում են, որ քննարկումների համար առանձին հանդիպումների կարիք կա։ Առաջարկն ընդունվեց։ Կուսակցությունների հետ հանձնաժողովականների հանդիպումները առաջիկա շաբաթվա ընթացքում են լինելու։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, ժամը լրատվական։